Լսեք ճշմարտությունը, Հայաստանի և Սփյուռքի միասնությունը լկտի սուտ է, չկա այդպիսի միասնություն, դա միֆ է, որը հորինել է չգիտես ով, կրկնել են չգիտես ովքեր և մցրել են այս ազգի գլուխը։ Սփյուռքահայերը զրոյական հետաքրքրվածություն ունեն Հայաստանի որպես պետության ապագայի նկատմամբ։ Նախ Սփյուռքը ինքնին միասնական չէ, Լիբանանահայը ուրիշ է, Լիբանանից Ամերիկա գնացած հայը ուրիշ է, Ռուսաստանում ծնված հայը ուրիշ է, Պարսկաստանից Ամերիկա արտագաղթածը ուրիշ է, Ֆրանսիայի և Եվրոպայի ամեն մի երկրի հայը ուրիշ է։ Աշխարհի բոլոր սփյուռքահայերի համար Հայաստանը լուսանցքային փոքրիկ հետաքրքրություն է։ Ասենք մարդը ձեռքի վրա խալ ունի եւ քանի անգամ է կյանքում մտածում այդ խալի մասին։ Խալը միշտ կա, ինքը էթնիկ հայ է, բայց Հայաստանի Հանրապետության պետական շահը իրեն բացարձակապես չի հուզում։ Եթե վաղը չէ մյուս օրը Հայաստանը դադարեցնի իր գոյությունը, 3 օր հետո սփյուռքահայը կմոռանա Հայաստանի գոյության դադարի մասին։ Եվ սրանով ես չեմ ուզում քննադատել ոչ ոքին։ Դա մարդու էությունն է։ Հայաստանի ապագայի մասին մտածում են միայն Հայաստանում ապրող մարդիկ, այդ թվում հայերը եւ ազգային փոքրամասնությունները։ Սփյուռքահայերը կարող են լինել Հայաստանի երկրպագուն։ Ասենք դուք ձեզնից շատերը երկրպագում են Ռեալ Մադրիդին կամ Բարսելոնային։ Եթե Ռեալ Մադրիդը պարտվի կամ Բարսելոնան ձեր սիրած թիմը պարտվի, դուք կտխրեք։ Բայց այդ տխրությունը գոյաբանական խնդիր ձեր մոտ չի հարուցելու։ Բարսելոնայի պարտությունից հետո ձեր երեխաները սոված չեն մնալու։ Ռեալ Մադրիդի պարտությունից հետո ձեր տունը չի ավերվելու։ Սփյուռքահայերի համար Հայաստանը լավագույն դեպքում ֆուտբոլային ակումբի կարգավիճակում մի բան է, որին իրենք երկրպագում են։ Եթե հաղթի ուրախանում են, եթե պարտվի տխրում են։ Բայց այդ պարտվել, հաղթելը իրենց կյանքում որևէ բան չի փոխում։ Մարդը հետաքրքրված է այն երկրի ապագայով, որում ապրում է, եւ սա բնական է, այդպես էլ պետք է լինի։ Նորմալ է, որ Գերմանիայում ապրող հայը հետաքրքրվի Գերմանիայի ապագայով, այլ ոչ թե Հայաստանի ապագայով։ Իսկ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ապագայով, իրենք գալիս են Հայաստանում են ապրում։ Հայաստանը իր հույսը պետք է դնի միայն ու միայն Հայաստանում ապրող մարդկանց վրա եւ պետք է մոռանալ Սփյուռքը։ Հայաստանը պիտի համարի, որ Սփյուռք չկա։ Եթե մի հարցով Սփյուռքը Հայաստանի համար կարևոր է, ապա դա այն ռեսուրսն է, որը հեշտությամբ պիտի ներգաղթի Հայաստան։ Բայց մեր ժողովրդի ուղեղների միջից պիտի հանել Հայաստան-Սփյուռք միասնությունը։ Դա սուտ է, սուտ։